Դուք ունեք կարիքներ։ Եթե Հիսուսի հետևորդ եք, ապա ասում եմ, որ դուք երկնային Հայր ունեք, որը պատրաստ է լրացնել ձեր կարիքները, եւ նա կանի դա իր ժամանակին, իր ուրույն ճանապարհով։ Դա կարվի այնպիսի ձևով, որը կնպաստի ձեր կյանքի համար ունեցած նրա գերագույն նպատակի իրականացմանը եւ դա կվերափոխի ձեր կյանքը։ Դուք ուզում եք ասել, որ եթե Աստված ցանկանա ինձ նոր մեքենա տար, ապա դա կաներ այն պատճառով, որ իր նմանությամբ դարձնի ինձ։ Այո, որովհետեւ տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Դուք փառաբանում, երկրպագում եւ գոհանում եք նրանից եւ ասում, որ ընդհանրապես արժանի չեք որևիցե անակնկալի։ Հիշում եք, որ երբ ծնող էիք Սուրբ Ծննդյան տոների ժամանակ, կրակը վառելուց եւ ամեն բան կատարելուց հետո ձեր երեխաները վերջապես դուրս էին գալիս անկողնուց, վազում էին, իջնում էին աստիճաններից, նրանք այնքան ոգևորված էին, որքան ուրախ էիք դուք այդ պահին։ Եկեք սա երրորդության տեսանկյունից դիտարկենք։ Աստված ուրախանում է, այո։ Արդյոք նա ուրախանում է, երբ ես եւ դու անակնկալ ենք գալիս եւ ուրախանում։ Հակառակ դեպքում մենք մի անտարբեր Աստված կունենայինք, որին ոչինչ չենք կարողանա վստահել։ Նա հիասքանչ Աստված է, ով ցանկանում է ամենալավը մեզ համար։ Իմ ախաչիդ մոտ եմ գալիս ու իմ սիրտը քեզ եմ տալիս